Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Սատանան զայրանում է, երբ չի կարողանում ձեզ հունից հանել։ Որքան հասկանում եմ, սերը հոգևոր պատերազմի բարձրագույն ձևն է, որով կարող է պատերազմել յուրաքանչյուրը։ Ես անում եմ այն, ինչ անում եմ, որովհետև տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը, և նույնը կանի ձեզ համար։ Ամեն բանի բանալին Աստծո խոսքի մեջ է։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեր բոլոր ցավերը։ Սատանան հավատացյալի կյանքում ավելի շատ ազդեցություն է ձեռք բերում չներման, քան որևէ այլ բանի միջոցով։ Եթե մենք կարողանայինք համախմբել ամբողջ եկեղեցուն, չեք կարող պատկերացնել, թե ինչ կկատարվեր, քանի որ օծությունն այնքան ուժեղ կլիներ, հասկանում եք, մենք սպանում ենք օծությունը վիճաբանությամբ։ Ես գիտեմ, որ այսօր շատ չենք քարոզում օծության մասին, բայց մենք դրա կարիքն ունենք ավելի, քան որևէ այլ բանի։ Օծությունն Աստծո ներկայությունն ու զորությունն է մեր կյանքում։ Եվ պարտադիր չէ, որ լինեք քարոզիչ, որպեսզի օծության կարիք ունենաք։ Ես մտածում եմ, որ դուք օծության կարիք ունեք երեխաներ մեծացնելու համար։ Դուք օծության կարիք ունեք, որպեսզի աշխատեք այնպիսի միջավայրում, որտեղ անհավատներ են։ Ով օծության կարիք չունի այսօրվա աշխարհում ապրելու համար։ Ապա Աստվածաշունչն ասում է, եթե քո եղբայրը քեզ դեմ մեղանչի, գնա նրան հանդիմանիր, երբ որ դու և նա մենակ լինեք։ Այստեղ մի բան կա, որ կարևոր է հիշել։ Կարծում եմ, մենք մի փոքր շեղվել ենք սրանից։ Գիտեք, սիրել մարդկանց չի նշանակում չհակառակվել մեղքին։ Ենթադրենք դուք ունեք ընկեր, որը մշտապես բամբասում է։ Դուք ստիպված եք կամ խոսել նրա հետ, կամ դադարել նրա հետ շփվելուց։ Մի դարձեք աղբաման ինչ-որ մեկի համար։ Մի մտածեք, թե դա չի ազդի ձեզ վրա, որովհետև երբ ինչ-որ մեկը վատ բան է ասում մեկ ուրիշի մասին, նույնիսկ եթե դուք չեք ուզում հավատալ, միևնույն է դա կստիպի ձեզ այլ կերպ նայել այդ անձնավորությանը և տարակուսանքի մեջ ընկնել։ Աստվածաշունչն ասում է, խոսեք ճշմարտությունը սիրով։ Եվ ոչ մի տեղ չի ասվում, որ մենք չպետք է դատապարտենք մեղքը, մենք չենք կարող դատել մարդկանց, որովհետև չգիտենք նրանց սիրտը, բայց մենք պարտավոր ենք դատել մեղքը, իսկ դա այն է, ինչ մենք դադարել ենք անելուց։ Ես ուզում եմ սիրել և շնորհք ցուցաբերել նրանց։ Հատկապես վերջին մի քանի տարիներին շատ խորացված ուսմունքներ են եղել շնորհքի մասին։ Աստծո շնորհքը զարմանալի է, բայց մարդկանց շնորհք ցուցաբերել չի նշանակում չհակադրվել նրանց, երբ նրանք սխալ են վարվում։ Մարդիկ պարզապես խելագարվել են։ Մի մարդ ինձ պատմում էր, որ իր ընկերն ապրում է ընկերուհու հետ և միաժամանակ ամուսնալուծության գործընթացի մեջ է։ Այսինքն նա դեռ ամուսնացած է, նա շնության մեջ է և ապրում է ինչ-որ աղջկա հետ։ Եվ նա ընկերոջն ասում է. Ինչու ծոմ չպահենք և օրվա մեջ մեկ անգամ չաղոթենք հոգու պտղի համար։ Իսկ քո կարծիքով դա ինչ օգուտ կտա քեզ։ Ծոմ պահել և օրվա մեջ մեկ անգամ աղոթել հոգու պտղի համար մեղքի մեջ ապրելով։ Նման իրավիճակում դուք պետք է ասեք. ես սիրում եմ քեզ, բայց այն, ինչ դու անում ես, սխալ է։ Աստված օրհնի, ես ուզում եմ սիրել նրան։ Իսկապես մենք ուզում ենք սիրել մարդկանց։
Գիտեք թե ինչու նրանց ոչինչ չենք ասում, որովհետև չենք ուզում, որ զայրանան մեզ վրա։ Բայց եթե իսկապես սիրում ենք մարդկանց, ավելի լավ է, որ նրանք զայրանան մեզ վրա, քան տեսնենք, թե ինչպես են գնում դժոխք։ Լսեք, եթե այս տարի հետևելու եք իմ ուսուցումներին, ավելի լավ է պատրաստվեք։ Որովհետև մենք ժամանակ չունենք բոլորին շարունակ ասելու, թե որքան լավն են նրանք։ Ամեն, ես մշտապես բարձրացնելու եմ մարդկանց և տալու եմ նրանց վստահություն և ասելու եմ, թե ով են իրենք Քրիստոսում։ Ես այստեղ չեմ, որ ճնշեմ մարդկանց, բայց ասում եմ ձեզ, մենք վաղեմի քարոզների կարիք ունենք։ Մենք սրբության և Տիրոջ երկյուղի մասին քարոզների կարիք ունենք։ Ինչ ենք արել այս քարոզների հետ։ Նկատի ունեմ, որքան հաճախ եք լսում այս բաների մասին։ Մենք չենք սիրում քարոզել մեղքի դեմ։ Ես հավատում եմ, որ քարոզիչները կանչվելու են պատասխանատվության։ Մենք ունենք պատասխանատվություն, այսպիսով ես գերադասում եմ, որ դուք զայրանաք ինձ վրա, քան կանգնեմ Աստծո առջև և լսեմ, թե ինչպես է նա ասում, դու չարեցիր այն, ինչ ես ուղարկեցի քեզ անելու։ Ամեն։ Ես ուզում եմ, որ մարդիկ մեծանան և հասունանան։ Անկեղծ ասած, դա մշտապես եղել է իմ կյանքի կոչումը հենց առաջին օրվանից։ Ես սիրում եմ տեսնել, թե ինչպես են մարդիկ փրկվում, բայց ես ավետարանիչ չեմ։ Ես ուսուցիչ եմ։ Եվ ես պետք է սովորեցնեմ։ Ես պետք է անեմ դա։ Վերջերս ես ցնցվեցի այն ճշմարտությունից, որ Հիսուսը չէր ցանկանում գնալ դեպի խաչը։ Գեթսեմանի պարտեզում 3 անգամ, ոչ թե 1, այլ 3 անգամ նա ասաց. «Հայր, եթե կարող ես հեռացնել այս բաժակն ինձնից, հեռացրու»։ Բայց եթե ոչ, ես կխմեմ այն, թող քո կամքը լինի։ Ասում եմ ձեզ, եթե ամեն մարդ, որ փրկվում է, իսկապես պատրաստ լինի անելու Աստծո կամքը, անկախ նրանից, թե ինչ դա կարժենա նրան, անկախ նրանից, թե ինչ են աստիպված զոհել, ասում եմ ձեզ, ամբողջ աշխարհն արդեն կփրկվեր և մենք կլինեինք երկնքում։ Ասեմ ձեզ, Դավիթը հին կտակարանում այլ կերպ էր վարվում։ Թույլ տվեք կարդալ, թե ինչպես նա աղոթեց իր թշնամիների համար։ Ես մտածում եմ, Աստված ինչ տեղի ունեցավ Մաղաքիայի և Մատթեոսի միջև։ Հիսուսը եկավ, ահա թե ինչ տեղի ունեցավ։ Հին կտակարանում մարդիկ անում էին այնպիսի բաներ, որոնք մենք այսօր չենք անում։ Նկատի ունեմ, օրինակ, մարդիկ ընկնում էին մեռելի վրա, բորոտությամբ վարակվում։ Գիտեք, Մարիամը և Ահարոնը խոսում էին Մովսեսի մասին, և Մարիամը բորոտ դարձավ։ Դուք բորոտ չեք դառնում։ Իսկ ինչ արեց Մովսեսը, նա չզայրացավ նրա վրա, նա երեսնիվայր ընկավ և սկսեց աղոթել, որ Աստված բժշկի Մարիամին։ Նա սխալ էր վարվել Մովսեսի հետ, բայց Մովսեսն աղոթեց Աստծուն, նրա դեմ ոխ մի պահիր Աստված։ Այսպիսով մենք տեսնում ենք մի քանի արդար տղամարդկանց և կանանց հին ուխտում։ Բայց լսեք, թե ինչպես է Դավիթն աղոթում իր թշնամիների համար Սաղմոս 58-ում. «Ով Աստված, փշրիր նրանց ատամները իրենց բերանում»։ Մենք նոր ենք սկսում։ Եվ առյուծների մեծ ակռաները ջարդիր ով Տեր, հալվեն նրանք ինչպես ջուր, որ անդադար հոսում է, և երբ որ նետ գցեն, թող լինեն իբր բթացած։ Այժմ լսեք, խխունջի պես լինեն, որ հալվում է գնալիս։ Թող լինեն բորբոքված վերքի պես, որ չորանում է ինչպես երեխան, որ կինը ծննդաբերում է վաղաժամ։ Աստվածաշնչում մեկ այլ տեղ ասվում է. «Դուրս հանիր երեխային արգանդից և զարկիր քարին»։
Եվ Դավիթը Աստծո սրտի համեմատ մարդ էր։ Նոր Կտակարանում Աստված ասում է. «Սիրեք նրանց, ներեք նրանց»։ Երբեմն ես մտածում եմ, Դավիթ, հաջողությունը քեզ լավ ժպտացել է։ Դավիթը թափում էր իր զայրույթը։ Նա Աստծուն ասում էր, թե ինչպես էր զգում։ Հռոմեացիների 5:8-ում գրված է. «Բայց Աստված հայտնեց իր սերը մեզ, որ երբ որ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ»։ Հռոմեացիների 12:20-21 Ուրեմն եթե քո թշնամին սոված է, հաց տուր նրան, եթե ծարավ է, ջուր տուր նրան, որովհետև այս անելով կրակի կայծեր կժողովես նրա գլխի վրա։ Դա ինչ է, ինչ նկատի ունի։ Կրակի կայծերը սերն է։ Դա գրված է ընդլայնված Աստվածաշնչի թարգմանության մեջ։ Դա սերն է։ Երբ այդպիսի կրակոտ սեր ես թափում մարդու վրա, դա բերում է նրան ապաշխարության։ Ես տեսա դա իմ հայրիկի կյանքում։ Նա գիտեր, որ արժանի չէր այն ամենին, ինչ անում էինք իր համար։ Եվ դա վերջապես կոտրեց նրան։ Ես սիրում եմ այս խոսքը։ Այն իմ կյանքի սուրբ գրային խոսքերից մեկն է։ Հռոմեացիների 12:21 Մի հաղթվիր չարից, այլ բարիով հաղթիր չարին։ Հենց այդպես էլ գրված է։ Գիտեք, մարդիկ չեն, որ ցավ են պատճառում ձեզ։ Դա սատանան է։ Մենք սխալ աղբյուրի ենք մեղադրում։ Ամեն։ Բայց նրանք, այո, նրանք են ցավեցրել, բայց նրանք անոթներ են, որոնց թշնամին օգտագործում է, բայց միևնույն է սատանան է, որ կանգնած է ամբողջ չարության հետևում։ Եթե մենք պատերազմ ենք մղելու, ապա դա լինելու է երկնավորներում, իշխանությունների և տերությունների և չար ուժերի դեմ։ Եփեսացիների 6-րդ գլուխը սովորեցնում է մեզ պատերազմի մասին։ Մենք Աստծո բանակի զինվորներ ենք։ Եվ մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր բերդեր քանդելու, խորհուրդներ քանդելու։ Սա Կորինթացիների թղթում է գրված, բայց Եփեսացիների 6-րդ գլխում ասվում է, թե ինչ անեք, երբ ձեր թշնամիները հետապնդում են ձեզ։ Հագեք արդարության զրահը, իմացեք, թե ով եք դուք Քրիստոսում, ես Աստծո զավակ եմ, ես չեմ խոնարհվելու դրան։ Ամրացրեք ճշմարտության գոտին, պարզապես չի ասվում կապեք, այլ ամրացրեք ճշմարտության գոտին, որպեսզի երբ ձեզ վրա հարձակվեն, գոտևորված լինեք խոսքով եւ ասեք. ես քայլելու եմ խոսքով, որքան էլ դժվար լինի։ Ամեն։ Հագեք խաղաղության կոշիկները եւ մնացեք խաղաղության մեջ։ Օ, սատանան զայրանում է, երբ չի կարողանում ձեզ հունից հանել։ Որքան ես հասկանում եմ, սերը հոգևոր պատերազմի բարձրագույն ձևն է, որով կարող է պատերազմել յուրաքանչյուրը։ Ես աղոթում եմ, որ Աստված ձեզ անհանգստացնի։ Աստված, խնդրում եմ, նրանց հանգիստ մի թող, մինչև չանեն այն, ինչ լսում են այսօր։ Հակոբոսն ասաց, որ եթե միայն խոսքը լսող եք եւ ոչ կատարող, խաբում եք ձեր անձերը, ճշմարտությանը չհնազանդվելով, եւ դուք չեք կարող, ես չեմ կարող գտնել որևէ պատճառ չհնազանդվելու Աստծուն այս բանում, որովհետեւ Հիսուսն արեց դա մեզ համար։ Օ, բայց դա այնքան ցավոտ է, բայց դա այնքան լավ ցավ է։ Կան բաներ, որոնք ցավոտ են, բայց այնքան լավ ազդեցություն են ունենում։ Երբեմն դուք դժվար բան եք անում, բայց գիտեք, որ հնազանդվում եք Աստծուն եւ այդ գիշեր ձեր գլուխը դնում եք վարձին ու այնքան լավ զգում։ Դուք ներքուստ լավ եք զգում, Աստծուն հնազանդվելը լավ զգացողություն է առաջացնում, ամեն։ Լսում եք։ Երբ ինչ-որ մեկը վիրավորում է ձեզ, նկատի ունեմ լինում են ժամանակներ, երբ ճիշտ չեն վարվում ձեզ հետ, բայց երբ ինչ-որ մեկը վիրավորում է ձեզ, լավագույն բանը, որ կարող եք անել, նրա համար ինչ-որ բարի բան անելն է, դա կատաղեցնում է սատանային։ Գիտեք, որքան է սատանան ատում այն, ինչ ես անում եմ այսօր այստեղ։
Այն ամենից հետո ինչ նա արել է ինձ հետ մանկության տարիներին, գիտեք թե որքան է նա ատում սա, և որքան երջանիկ եմ ես դրա համար։ Խնդրում եմ աղոթեք ինձ համար, եթե մարդիկ չաղոթեին ինձ համար, չեմ կարծում, որ ես ողջ կմնայի։ Նկատի ունեմ, Սատանան չի ուզում, որ դուք նման բան լսեք։ Նա չի ուզում, որ դուք ներեք ձեր թշնամիներին, որովհետև նա հենարան է գտնում ձեր կյանքում, քանի դեռ դուք շարունակում եք ատել մարդկանց։ Բայց որքան հրաշալի է, երբ ներքուստ մաքուր ես զգում, երբ գիտես, որ անում ես այն, ինչ Աստված ուզում է, որ անես։ Թույլ տվեք նորից ասել, պարտադիր չէ, որ ցանկություն ունենաք ճիշտ բան անելու, որպեսզի անեք դա։ Ամեն։ Շատ լավ, եկեք մի քանի օրինակ բերենք։ Ղուկասի 23:34, և Հիսուսն ասաց. «Հայր, թող դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ Պողոսը հալածում էր քրիստոնյաներին։ Առաջին Տիմոթեոսի 1:13-14, որ առաջուց հայհոյիչ և հալածող էի և թշնամանող էի, ամոթաբար մոլեգին և եռանդուն վիրավորում էի նրան, բայց ողորմություն գտա, որովհետև չգիտենալով էի գործում անհավատությունով։ Պողոսն ասաց, ես ողորմություն գտա, որովհետև իրականում չէի հասկանում, թե ինչ եմ անում։ Հասկանում եք, նույնիսկ այն մարդիկ, որոնք խաչեցին Հիսուսին, իրականում մտածում էին, որ ճիշտ են վարվում։ Նկատի ունեմ հռոմեացի զինվորները պարզապես զինվորներ էին, որոնք անում էին այն, ինչ իրենց հրամայվում էր։ Պողոսը շատ կրոնական էր, նա փարիսեցիների փարիսեցի էր։ Եվ նրանք մտածում էին, որ Հիսուսը այն վայրի մարդկանցից էր, որոնք գալիս և հակառակ բաներ էին քարոզում։ Նա եկավ սիրո ուղերձով, իսկ նրանք սովոր էին լսելու աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ։ Այժմ նա ասում է, այլևս այդպես չէ։ Սա մի բան է, որի ուղղությամբ շատերդ ինչ-որ բան պետք է անեք, երբ գնաք տուն, որովհետև շատ դժվար է լինելու չհետևել այս ամենին այստեղ լինելուց հետո։ Սա լինելու է մեր մարտահրավերը, հալելույա, այսօր ցավոտ է, բայց հետագայում դուք կասեք, ուրախ եմ, որ լսեցի սա։ Եվ Աստված կտա ձեզ շնորհք անելու դա, ես կաղոթեմ, որ Աստված տա ձեզ շնորհք, որպեսզի կարողանաք կիրառել սա։ Մենք ուզում ենք լինել ոչ միայն լսողներ, այլև կատարողներ։ Մենք ուզում ենք անել այն, ինչ լսում ենք։ Ստեփանոսի մասին Գործ Առաքելոցի 7:58 և 59 գրված է, և քարկոծում էին Ստեփանոսին, որ կանչում էր և ասում. «Տեր Հիսուս, ընդունիր իմ հոգին», և ծունկ դրեց և բարձր ձայնով աղաղակեց. «Տեր, այդ մեղքը մի համարիր դրանց»։ Եվ այս ասելով ննջեց։ Նա չէր պատրաստվում մահանալու, սրտում ունենալով չներում։ Նույնը ասաց Պողոսը ատյանում առաջին անգամ պատասխանելիս։ Երկրորդ Տիմոթեոսի 4:16, ատյանում առաջին անգամ պատասխանելիս ոչ ոք չկանգնեց իմ կողմը, այլ ամենքը ինձ թողեցին, թող չհամարվի նրանց։ Աստված իմ, իսկ Տերը ինձ մոտ կանգնեց։ Իսկ Տերն ինձ մոտ կանգնեց և զորացրեց ինձ, որ ինձանով քարոզությունը հաստատվի և բոլոր հեթանոսները լսեն, և ես ազատվեցի առյուծի բերանից։ Առակաց 24:17-18, թշնամիդ վայր ընկնելիս մի ուրախացիր։ Եվ նա կործանվելիս սիրտդ չցնծա։ Միգուցե Տերը տեսնի և նրա աչքին անհաճո երևա և իր բարկությունը ետ դարձնի նրանից և ուղղի քեզ, որ ավելի վատ հանցագործ ես։
Այսպիսով մենք ոչ միայն պետք է ներենք նրանց, այլև աղոթենք նրանց համար, օրհնենք եւ չանիծենք նրանց, կերակրենք նրանց, խմելու բան տանք նրանց, օգնենք նրանց, եթե օգնության կարիք ունեն, եւ հիմա, եթե ինչ-որ բան է սպասում նրանց, մենք չենք կարող նույնիսկ ուրախանալ դրա համար։ Որովհետեւ եթե ուրախանանք, Աստված ասում է, որ մենք ավելի վատն ենք, քան նրանք։ Ես այսպես էի մտածում, դու ստացար այն, ինչին արժանի էիր։ Դե ձեզ մի պահեք այնպես կարծես այդպես չեք մտածում։ Դու պետք է սպասեիր դրան, Աստված քեզ դաս տվեց։ Աստված ձեզ ոչինչ չի թողնում, այդպես չէ։ Թույլ տվեք մի բան ասել, դուք նույնիսկ չեք կարող փորձել անել այս ամենը, եթե վերստին ծնված չեք։ Նկատի ունեմ դուք պարզապես չեք կարող, դուք պետք է թույլ տաք, որ Աստված լինի ձեր ներսում, որպեսզի կարողանաք սկսել անել այն, ինչ նա ցանկանում է, որ անեք։ Երկրորդ ծառայությանն ավելի շատ մարդ կա, քան առավոտյան ծառայությանը, բայց առաջին ծառայությանը հավանաբար 60 մարդ վերստին ծնվեց։ Ես կռահում եմ քանակը, քարոզիչները սիրում են մեծ թվեր կռահել։ Այնպես որ գուցե ես մի փոքր չափազանցնում եմ, բայց ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում փրկվել կամ վերստին ծնվել։ Դա պարզապես չի նշանակում ընդունել Հիսուսին, այլ նշանակում է, որ ձեր կյանքը պետք է հանձնեք նրան։ Մենք արդարացի չենք լինի, եթե պարզապես ասենք դուք կընդունեք Հիսուսին եւ կներառեք նրան ձեր խառնաշփոթ կյանքի մեջ ու կշարունակեք ձեր ընթացքը։ Ապաշխարություն նշանակում է շրջվել եւ ընթանալ բոլորովին այլ ուղղությամբ։ Դուք կարող եք ներողություն խնդրել ձեր մեղքերի համար առանց ապաշխարելու։ Ես չեմ ուզում, որ դուք պարզապես ներողություն խնդրեք ձեր ապրած կյանքի համար։ Ես ուզում եմ, որ դուք ապաշխարեք։ Եվ Աստծուն ասեք այս առավոտ, ես ուզում եմ իրական քրիստոնյա լինել, ուզում եմ ապրել քեզ համար։ Ես կամենում եմ հեռանալ մեղքի կյանքից։ Եթե օգնես ինձ։ Եվ ամեն բան միանգամից չի կատարվի, մի անհանգստացեք, նա հենց առաջին օրը չի վերցնի ձեր բոլոր խաղալիքները։ Սուրբ Հոգու մեջ ինձ դուր է գալիս այն, որ նա գիտի, թե երբ ինչի ես պատրաստ։ Նա համբերատար է եւ ժամանակ է տրամադրում։ 45 տարի է, որ ես անցնում եմ այս ճանապարհով եւ միայն հիմա գիտեմ, որ չեմ կարող ուրախ լինել, երբ իմ թշնամին վայր է ընկնում։ Որոշ բաներ ժամանակ են պահանջում։ Բայց ինչու այսօր չսկսել շարժվել Աստծո կամքի ճանապարհով։ Այսպիսով, եթե դուք այսօր այստեղ եք եւ ասում եք, Ջոյս, ես պատրաստ եմ իմ կյանքը հանձնելու Քրիստոսին, եւ այստեղ գուցե կան մարդիկ, որոնք վերստին ծնված են, բայց երբեք իրենց կյանքը չեն հանձնել Քրիստոսին, դուք կամեցել եք ունենալ նրան, բայց նա չունի ձեզ։ Եթե դուք այսօր այստեղ եք ու երբեք վերստին չեք ծնվել կամ իսկապես կարիք ունեք հանձնվելու նրան, դուք փորձել եք ապրել Քրիստոսի համար, որոշ ժամանակ այնուհետև կրկին ընկել մեղքի մեջ, եթե այս առավոտ ցանկանում եք աղոթել ինձ հետ եւ լրջորեն եք տրամադրված, ուզում եմ, որ ոտքի կանգնեք հենց հիմա։ Շարժվեք, ամբողջ դահլիճում ոտքի կանգնեք։ Շարժվեք։ Հրաշալի է։ Շարունակեք կանգնել, կանգնեք։ Հրաշալի է։ Ահա փոքրիկ տղա, 10 տարեկան։ Ապա սա վերաբերում է դահլիճի բոլոր մարդկանց։ Շատ լավ, այժմ դուք լուրջ եք տրամադրված։ Լսեք, ես չեմ ասելու, որ դուք չեք ունենա դժվար օրեր, բայց ձեր ամենավատ օրը Հիսուսի հետ ավելի լավ է, քան ամենալավ օրը առանց նրա։ Օ, դուք այնքան մաքուր կզգաք ներքուստ, երբ հեռանաք նոր սկիզբ կունենաք։ Աստծո ողորմությունը նոր է ամեն օր։ Ամեն օր դուք նոր սկիզբ եք ունենում, եկեք միասին աղոթենք։ Հայր Աստված, ես սիրում եմ քեզ։
Հիսուս, ես հավատում եմ քեզ։ Ես հավատում եմ, որ դու մահացար ինձ համար։ Դու վերցրիր իմ պատիժը։ Ես ներողություն եմ խնդրում իմ մեղքերի համար։ Ես ապաշխարում եմ։ Ես հանձնում եմ իմ կյանքը քեզ։ Եկ և ապրիր իմ մեջ։ Ես ուզում եմ վերստին ծնվել։ Ես ուզում եմ քրիստոնյա լինել։ Ես ընդունում եմ քեզ հավատքով։ Ընդունիր ինձ այնպիսին, ինչպիսին կամ, և դարձրու այնպիսին, ինչպիսին ուզում ես, որ լինեմ։ Ես հավատում եմ, որ փրկված եմ։ Ես երկնքի ճանապարհին եմ։ Եվ ես վայելելու եմ իմ ճանապարհորդությունը։ Դե մեծ փառք տվեք Աստծուն։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։